Մենք շարունակում ենք սիրելիներ եւ փաստ է, որ ինչ որ մեկին տոն պարգևել է, դա հրաշալի զգացողություններ առաջացնում, հատկապես տոնական, նախատոնական օրերին եւ հատկապես երեխաների համար, ովքեր ավելի քան ունեն դրա կարիքը։ Մի շատ կարեւոր նախաձեռնության մասին ենք մենք խոսելու մեր հյուրերի հետ։ Լեռնագնացները, մի պահ պատկերացրեք, ամեն տարի իրականություն են դարձնում այն երեխաների երազանքները, ովքեր առողջական խնդիրների պատճառով ստիպված են լինում նոր տարին դիմավորել հիվանդանոցներում եւ նախաձեռնությունը կոչվում է Թռչող Սանտա։ Դեկտեմբերի 28-ին այս հեքիաթը իրականանալու, մնացած մանրամասները արդեն մեր հյուրերի հետ։ Ես շտապ եմ ներկայացնել նրանց եւ այսպես լեռնագնաց Անտուան Անանյան, բարի լույս, եւ լեռնագնաց Հասմիկ Պետրոսյան, ողջույն։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում եւ շնորհակալ ենք, որ նման հետաքրքիր նախաձեռնություն իրականություն եք դարձնում փոքրիկների համար արդեն փաստորեն 7-րդ անգամ այս տարի։ Համարյա դա 20 թիվը չհաշված, ստացվում է 7-րդ անգամ։ Առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին պատմենք մանրամասները, նախ սկսենք սկզբից, ինչպես է այս գաղափարը առհասարակ ծնվել, ինչպես եք որոշել նման բաներ եւ ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը։ Գաղափարը չի ասի, որ ինքնացին է, որտեղ գաղափարը արտասահմանում է նաև օգտագործվել, դա ոնց որ վերցրած գաղափար է, բայց իրականացնելը մենք սկսել ենք որ թիվներ, մոտավորապես 7 տարի առաջ դա սկսվեց, մեր ընկերներից մեկը այդ խմորվում էր շատ երկար ժամանակ գաղափարը խմորվում էր, բայց այդ մեր ընկերներից մեկը ոնց որ տվեց այդ շարժը ու իրանից ինքը համախմբեց այդ վաղ, որ մենք փորձեցինք փոքր խմբով ինքը եւ նաեւ ինչ գումար հայտարարեց այդ գումարով առաջին այդ նվերները գնվեց, բայց այդ նույն րոպեին այդ տարին մի քիչ անցավ շատ այնց սումբուր քաոսային, որտեղ այդ ուղղակի նվերներ էին բաժանում, հա, այդ հիվանդանոց, մենք մուրացան հիվանդանոցներ։ Հա, պարաներովի շանք շատ գեղեցիկ էր, բայց այդ տարին նաև մեզ ցույց տվեց այն միտքը, որ ուղղակի բաժանել նվերները դա այդքան էլ հետաքրքիր չի երեխաներին, որտեղ աղջիկ երեխային կարող տղայի նվեր բաժին հասներ, ասենք եւ հակառակը։ Դա հիմա կամաց խմորվեց նաև այն իմաստը, որ մարդկանց համախմբել, ոչ թե մենք միայն այդ նվերները, ասենք ինչ որ մեկից գումար վերցնենք, գնենք ու բաժանենք, այն նաև միտքը առաջանում է որպես գաղափար։ Ու մյուս տարին արդեն գաղափարախոսական կասեի միտքը առաջացավ այն բանը, որ մարդիկ ինքնուրույն մասնակցեն նաև մեզ հետ։ Ով կուզենա գա կմասնակցի որպես դյունանուշիկ, որպես ասենք ուղակի երեխաների հետ աշխատելու, իսկ ով որ տեխնիկական ասենք այդ հմտությունները ունի, որպես զմերթապի, որպես սանտա արդեն կարա իշնի, ասենք այդ նույն պատուհանից հատկացնելու այդ երեխաների նվերը։ Բայց միտքը գաղափարին այն, որ ամեն մեկը նշելով երեխայի ասենք հասակը, հա, նվերի մեջ հասակը եւ սերը ինքնուրույն իրան նվերը փաթեթավորում էր ու բերում էր մեզ։ Մենք բաժանելուց չգիտեինք, ասենք ինչ է ներսում, բայց մենք գիտենք, որ սա աղջկա նվեր է, նախաստացված է այս տարիքի ինչ որ ու ասենք գիտենք, որ ասենք 2-ից 4 տարեկան երեխայի մեզ համ հեշտացավ այդ խնդիրը, համ էլ երեխաների ուրախությունը իհարկե պարզը, որ արդեն իրանք ստանում են այն ինչ որ մոտավորապես իրանք գոնե իրանք սպասումներով այդ նվերը հատկացում են իրենց։ Իսկ նախքան դեկտեմբերի 28-ը մեկնարկելը ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ինչ փուլերով եք անցնում եւ ֆիզիկապես պատրաստ լինելու համար եւ իհարկե այն արժանի գնահատականը տալու են մարդկանց, ովքեր ինքնակամ միացել են ձեր խմբին, ձեր նախաձեռնությանը ու ինչ փուլում ենք հիմա, որտեղ ենք հասել։ Ընդհանրապես տարին 2 անգամ ալնում, նոր տարվա կապակցությամբ դեկտեմբերի վերջ ու հունիսի 1-ի կապակցությամբ հունիսի 1-ին process-ը այսպես է կազմակերպվում, մոտավորապես մի ամիս առաջ, ասենք սոցցանցերում ինչ որ միջոցառում ենք ստեղծում, որին մարդիկ կարող են հետևել, ինչ որ նկարներ են գցում, բայց առանձնահատուկ գովաց չի լինում, հիմնականում լիքը ընկերներ ունենք, ովքեր արդեն տեղյակ են ու ամեն տարի միանում են, կապվում ենք հիվանդանոցների հետ, հիմնականում աշխատում ենք 3 հիվանդանոցի հետ, աշխատել եմ մի քիչ հարաբերական է, համագործակցում ենք 3 հիվանդանոցի հետ, Արունաբանականի հետ, 6-րդ հիվանդանոցի հետ մանկական եւ Մուրացյանի հետ։ Կապվում ենք իրենց կազմակերպիչների հետ, ղեկավարության հետ, համաձայնությունը ստանում ենք, օրը ֆիքսում ենք, ժամը ֆիքսում ենք ու արդեն մինչև այդ հավաքում ենք նվերներ տարբեր մարդկանցից, կամավորներից, հավաքվում ենք, սորտավորում ենք այդ նվերները արդեն մենք ընկերներով, արդեն որոշված է լինում ով է իջնելու, ով ինչ հերոս է լինելու, ով ինչ պատասխանատվություն է ստանձնում, ով է նկարում
ու գնում ենք արդեն հիվանդանոցում, փորձում ենք մի քանի ժամվա մեջ ամենը իրականացնել։ Մենք ինչպես հասկացանք, ոչ միայն պետք են այստեղ հմտություններ, հա, լեռնագնացների հետ կապված, այլ նաև դերասանական կարողություններ, որովհետև ի վերջո Աշկներ կան, մեր մոտ աշկներ կա, որ իրենք հատուկ բանխապատրաստական, ասենք շորիկներ են գտնում, իրենք հագնվում են այդ շորիկներով, իրենք այդ պարապում են հատուկ պատրաստում են, չեմ կարող ասեմ, դա իրենց ասում անձնական հայլու դեմ աշխատելն է լինում, բայց մեծամասամբ ինչու՞ մեր նաև գաղափարը։ Մենք չենք խոսում դրա մասին, որ դա մենք ենք անում։ Անում են բոլորը։ Դրա համար մենք երբեք թույլ չենք տալի, որ շատ ժամանակ մեզ նաև դիմել են, ասենք, մարդիկ, որոնք ասել մենք ամբողջ գումարը ձեզ կտանք, բայց մեզ պիտի, ասենք, դա գովազդային լինի մեր բանի տակ, լոգոյի կամ ինչ-որ տակ, որից մենք հրաժարվել ենք։ Դրա համար պատճառով, որտեղ ոչ թե էլ եմ ասում, մենք չենք, մենք կլինենք, դա ուրիշները կլինեն, կապ չունի, գաղափարը միշտ որ կյանք ապրի, որ միշտ ինքը գոյատևի։ Դրա համար չենք թույլ տալի, որ դա ինչ-որ մեկ անձի կամ ինչ-որ մի կազմակերպության շուրջ դառնա, գաղափարախոսություն չդառնա, մեկ խոսքով դա դառնա ընդհանուր մարդկանց գործ։ Հետաքրքիր է ինչպիսին են երեխաների տպավորությունները, ես պատկերացնում եմ, օրինակ մենք այսպես նստած լինենք եւ պարանով որևէ մեկը պատոհանից այսպես իջներ ձմեր պապը նվերներով, շատ հետաքրքիր է ինչպիսին են երեխաների տպավորությունները, մեծահասակների արձագանքը ինչպիսին է։ Դուք ինքներդ նոր պատասխանեցիք։ Ինքս իմ արծի։ Դրա համար ես կասեի, որ այդ հիվանդանոցների հետ աշխատելը կագրասում որ քվրակել ցասմիկը հենց դրա հետ է կախված, որ դա բարձրակ շենքեր են, ու դրա համար այդ պատոհանից մտնելը, ասենք մի բան է դու առաջին կամ երկրորդ հարկից մտնես, մի բան է, երբ որ դու ասենք 5-րդ կամ 7-րդ հարկից ես մտնում։ Ասենք, կա հիվանդանոց, իհարկե, ասենք նույն արյունաբանականի հետ կապված կա խնդիր պատոհանից մտնելու, քանի որ իրանց ինֆեկցիաների բանի հետ կապված հարցեր կա, դրա համար դա ցուցադրական դիմացի պատի վրա են անում, տղաները կամ աղջիկները։ Երեխաներն նայում են, հետո նոր իրանք մտնում են ցուցադրական արդեն բաժանում են պալատ առ պալատ։ Ի վերջո շատ հետաքրքիր է մի բան ստեղծելը, բայց այստեղ կրկնակի բարդություն առաջացնում ստեղծվածը պահել ու պահպանել եւ զարգացնել։ Ես վստահ եմ, որ իհարկե նշեցիք 3 հիվանդանոցների անուններ, որոնց հետ համագործակցում եք, երեխաներին տոն եք պարգևում, հիշարժան վարքյաններ, հեքիաթ եւ այլն, բայց ինչ մտքեր կան օրինակ առաջիկայում, չգիտեմ, գուցե աշխարհագրությունը ավելի լայնացնելու կամ դեպի մարզեր գնալու, որովհետեւ մի բան եք անում, որը ստիս վերաբերում է ամբողջ աշխարհին, էգոիստաբար չսահմանափակվենք միայն Հայաստանով, հայրենիքով, երեխան կարծում եմ մերն է, աշխարհին է ու ինչ զարգացումներ կան մտքերում ձեր։ Առաջինը դրա մասին ենք խոսում Կրասասմիկի հետ, ինձ թվում է նախաձեռնությունը եղել USA-ի հրշեջների կազմակերպ, ես չքան ես հիշում եմ ինչ-որ տեղից է գաղափարը դուրս եկել, որ իրանք են կրած այդ նվերները բաժանել իրանց մոտ այդ հիվանդանոցներում։ Մարզերի հետ կապված Հայաստանում նաև փորձը եղել է մեզ մոտ, ցավոք բարձրակ շենքերի խնդիրն է, որ չկա։ Երկրորդը մարզերում շատ դժվար է մարդկանց ներգրավել այդ հարցում։ Մենք շատ ժամանակ հասմիկը վկա, քանի օր այնք այդ փորձում այդ ադմինիստրատիվ հարցերով դիմումներ անեն, որ մեզ բոլոր ամենտեղ բաց ձեռքերով ընդունում են, որտեղ ադմինիստրատիվ հարցեր կա, մարդիկ ինչ որ վախեր ունեն, նաև հասկանալի է դա, այդ հարցումով պլյուս ինֆեկցիոն ինչ որ խնդիրներ կա եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա ոչ միշտ ստացվում է դա ամենտեղ նաև իրականացնել։ Բայց գաղափարների մասին նաև այդ ստեղծվեց 22-23 թվական հունիսի 1-ի գաղափարը, երբ որ արդեն որտեղ ոչ թե ձմեռ պապիներն են, այ բետմեններ եւ այլն, մենք նույն ձև այդպես արդեն այդ շորերը գտնելով արդեն սկսում ենք նաեւ հունիսի 1-ին, ամեն հունիսի 1-ին նաեւ իրագործել համարյա թե նույն գաղափարը, բայց արդեն ձևակերպանը փոխված է։ Այո։ Հասմիկ, հետաքրքիր է այն մարդիկ, որոնք հիմա դիտում եմ մեզ եւ ես վստահ եմ, որ իրենք գուցե ունեն փորձ լեռնագնացության եւ ուզում են լինեն իրենք էլ հենց ձմեռ պապ, չնայած վստահ եմ դուք բոլոր այդ մարդկանց երևի թե արդեն ճանաչում եք, բայց գուցե կան նաեւ մարդիկ, որոնք ուզում են նվերներ ուղարկել ձեզ կամ նվիրաբերել, որպես այս նվերները հասնեն երեխաներին, ինչպես նրանք կարող են մասնակիցը դառնալ այս ծրագրի եւ արդյոք այս տարի դեռ ժամանակ ունեն դա անելու համար։ Մենք մոտավորապես մինչև դեկտեմբերի 26 հավաքում ենք նվերներ, վերջի օրը պահում ենք նրա համար, որ մենք ուղղակի լրացնենք նվերները, այսինքն մինչև ամսի 26-ը հանգիստ կարող են միանալ, ով ցանկանում է, ով մեզ ճանաչում է ուղղակի մեզ հետ կարող է կապվել կամ հիմնականում սոցցանցերում իվենթներին կարող են հետևել, այնտեղ մեր տվյալները կա, հիմնականում հեռախոսազանգով են կապվում մեզ հետ,
նվերը փոխանցում։ Ու նաև ֆիզիկապես ոնց որ արդեն նշվեց, եւ փաթեթավորման գործընթացին կարող են միանալ եւ գալ այնտեղ մասնակցել։ Եթե հնարավորություն ունեն իջնելու, մենք լրիվ բացենք, այսինքն եթե մարդը վստահ է, որ մենակ վստահ լինելը չի, այսինքն պետք է մենք առաջին հերթին վստահ լինենք, որ ինքը կարող է ապահով իջնել, եթե ցանկություն ունի ու հնարավորություն ունի, նաև կարողություն ունի իջնելու, ուրախությամբ մեր տեղը կզիջենք այս տարի, ասենք կարող են իրենք իջնել։ Այսինքն հիմնականում սոցցանցերով կարող են մեզ հետ կապվել կամ լեռնագնացության հետ կապ ունեցող ցանկացած կազմակերպության, հիմա անուններ հավանաբար պետք չի նշել, ցանկացած կազմակերպության, եթե դիմեն, դեպի մեզ կուղղորդ են հաստատ։ Հեշտ կգտնեն ձեզ։ Այստեղ ռուսական, ասենք դաշտի դա ռուս տղաներ են մեզ միանալու, նաև պարսկական օրինակ։ Ու իրանց ոնց որ նախաձեռն ով գալիս է նոր, իհարկե առաջնային տալիս են իրենց այդ հնարավորությունը, որովհետև որ մասնակցության այդ գաղափարը նաև շարունակվի։ Մենք շնորհակալ ենք ձեզ իրականում նման տոնի համար, որովհետև այո, վարկյանը դուք բաց չեք թողնում եւ դա դարձնում է քյաքաթային երեխաների համար, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով հիվանդասենյակում են, բայց սա միանշանակ ես գիտեմ, որ եւ մարդու հոգում կատարվում է դրական տեղաշարժ, դա ֆիզիկապես առողջության վրա հրաշալի ազդեցություն ունի, այնպես որ այն ժպիտ են տոնը, որ պարգևելու եք, վստահաբար օրհնված է եւ շնորհակալություն ձեզ այս նախաձեռնության համար։ Մենք էլ ձեզ վերջում մաղթենք, որպեսզի անդադար բացահայտեք լեռները, ձեզ հետ միասին ձեր ետևից տանեք մարդկանց, ովքեր կցանկանան բարձրանալ, հաղթարել գագաթներ մեր հարուստ լեռնաշխարհի, այնպես որ հրաշալի գործում եք դուք, ապրեք։ Շատ ուրախ ենք շնորհակալների համար, որ ժամանակ գտաք ու միացաք մեզ։ Մենք վստահ ենք, որ դեռ հնարավորություն կունենանք ձեզ եթերում հյուրընկալելու, գուցե նաև այլ թեմաներով լեռնագնացությանը առնչվող, կարծում եմ, որ այդ հնարավորությունը կունենանք նաև գալիք տարի եւ հրաշալի է նաև իմանալ, որ բոլոր այն մարդիկ, սիրելի հեռուստադիտողներ, որոնք կցանկանան նվերներ ուղարկել այս շատ հատուկ ձմեռ պապիկների միջոցով երեխաներին, այդ հնարավորությունը դեռ ունեն փաստորեն, կարող են այդ ամենի մասնակիցը դառնալ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ եւ հուսով ենք, որ կհանդիպենք, իսկ մենք արդեն հայտ պետք է ամփոփենք։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մենք սկսեցինք, ճամփորդեցինք, շրջագայեցինք, ասեմ ավելին մի փոքր իհարկե, խոսեցինք նաեւ լեռնագնացների հետ, չնայած ժամանակը սուղ են, մենք չհասցրեցինք բացահայտել նրանց հետ միասին, թե որտեղ են եղել վերջին շրջանում եւ ինչեր մեզ կբացահայտեին հայկական լեռնաշխարհի հետ կապված, բայց մի առիթով ուրիշ թեմայով ձեզ հետ կրկին կհանդիպենք, որովհետև վստահաբար շատ հետաքրքիր է լինելու եւ առողջական առումով եւ իհարկե նաեւ հոգեվոր առումով, որովհետև մաքսիմալ հաճելի է տեսնել ու բացահայտել մեր լեռնաշխարհը վերևից։ Ճիշտ է, իսկ հիմա արդեն ժամանակն է, որպեսզի խոսքը մեր փոխանցենք լուրերի գործընկերներին, ծանոթանանք օրվա լրահոսին, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք եթերը, մնացեք առաջինի հետ։